Բարև Արեգիլի ժողովուրդ, բարև երկիր, բարև ազգ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես հայտարարեց ընտրությունների արդյունքները, որոնք իհարկե Բարգավաճ Հայաստանի հարցով դեռ վիճարկելի են, այսինքն փաստացի չանցավ ըստ նախ այս տվյալների, թեև սա համարվում է վերջնական, որովհետև դատարան կա հələ, որը պահանջել է, որպեսզի վերաքվեարկություն դրվի այն տեղամասերում, որտեղ չեղարկել են ընտրությունը եւ Բարգավաճի ձայները հետեւաբար այդտեղ կորել է։ Մի խոսքով հələ կապրենք այդ օրվան կտեսնենք դատարանի որոշումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից կհարգվի, թե կանտեսվի։ Երկու դեպքում էլ մենք կրած ենք, ժողովուրդը կրած է, ազգը հաղթանակած է։ Ինչու՞։ Այսօր պաշտոնապես հայտարարվեց, որ 59% ընտրողների պայմաններում իշխանությունը դեմ են եղել 50% պլյուս 1 մարդ։ Այս պաշտոնապես այլևս արձանագրված է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 50% պլյուս 1 մարդով ոչ են ասել իշխանության վերարտադրությանը, երրորդ ժամկետ գնալուն, ոչ են ասել պատերազմով սպառնալիքներին, ոչ են ասել սեպտեմբերի աղետաբեր սպասվող պատերազմի սպառնալիքին, ոչ են ասել թոշակներով ընտրակաշառք բաժանելուն, ոչ են ասել վերջի 5 ամիսը առողջապահական համակարգ ներմուծելուն, ոչ են ասել ռուսական ուժերով մեզ վախացնելուն, որովհետև 8 տարի իշխանավարելուց հետո գալ ու խոստանալ, որ ահա եկել են, մեր անկախությունն են ուզում մեր ձեռից տանեն, բա 8 տարի ինչ էին անում, բա 8 տարի ուր էիր, 8 տարի հետո գալ ասել, կդատեմ, կբռնեմ, ես կանեմ, բա 8 տարի ուր էիր, այս ամեն ինչին հայ ժողովուրդը ոչ է ասել, պլյուս 50% մինուս 1 մարդ ոչ է ասել օլիգարխիային, ոչ է ասել բիզնես էլիտաներից քաղաքական էլիտա մտնելու հայտին, ոչ է ասել մի քանի ամսով իրանց փողերով ամբողջ երկիրը, ամբողջ իշխանությունը վերցնելու տրամադրություններին, ոչ է ասել այն ամենին, ինչ առաջարկում էր ընդդիմությունը, այդ թվում 4%-ի շեմը չհատած ընդդիմությունը։ Փաստացի հայ ժողովուրդը 50-50 ոչ է ասել այն ամբողջ քաղաքական համակարգին, որ դե ֆակտո փաստացի մեր երկրում կա։ Պատկերացնում եք, որ հաղթած են բոլորով։ Այստեղ մի անեկդոտ միտս եկավ, ասում է, պարսիկն ու հայը խոսում են, պարսիկն ասում է, լսի, ասում է, տավարերի ճակատամարտ եք ասում, Վարդանաստոն եք նշում, բան, այդ ինչ հաշիվ է, ոնց ասում է, չգիտես, ասում է, 451 թվականին պարսկական եւ հայկական զորքերը Ավարայրի դաշտում բախվել են իրար, ասում է, հետո առաջի անգամ եմ լսում պարսիկը, ասում է, առաջի անգամ եմ լսում, բա հետո ելքը որն ով է հաղթել, հայրն ասում է, դե պարսիկները ֆիզիկապես են հաղթել, հայերը բարոյական հաղթանակ են տարել, պարսիկն ասում է, բա որը տենց է կելեթանք իրար հետ նշենք, յանի խիեք մենակ դուք նշում, եկեք երկուսով էլ նշենք, որովհետև երկու կողմն էլ հաղթած է, այսպես ասած։ Հիմա այսօրվա մեր արձանագրումն է, որ հայ ժողովուրդը երկու կողմից էլ հաղթանակած է։ Ու մնացած բոլորը քաղաքական, այսպես ճակերտավոր էլիտաները, որը պիտի ըստ էության հոգով, սրտով, բարոյապես գիտելիքներով լինեին ազնվականություն, բայց անազնվականություն են։ Այս բոլորը պարտվել են, բոլորը, են միջև 4% ուժերին էլ ասեմ, որոնց մեջ ես էլ եմ ներառված եղել, այդ ուժերն էլ, տղեկ, տեսակ սեփական էշը քշելու արդյունքը, քաղաքականությունը դա մայրուղի է, քաղաքականությունը դա անանցանելի ճանապարհ է, որտեղ պետք է կարողանաս համ մեծարագություն բացես, համ էլ պետք է ջիպդ մատորը հերիքի, տակի բարձրությունը հերիքի։ Հասկացաք, ձեր էշերով, ուխտերով, ձիերով
ձեր մեծամտությամբ, ձեր ինքնահավանությամբ, տեսակ ինչ ալնում, ախպեր ջան, ախպերներ ջան եւ քույրեր ինչու ոչ։ Տեսակ ինչ ալնում։ Տեսակ որ դուք այդքան չկաք 4%-ի շեմը հատելու համար։ Բոլորին եմ ասում անխտիր։ Ու ամեն մեկը հիմա ինձ լսելուց գիտի ես ինչ նկատի ունեմ։ Տեսակ որ դուք այդքան չկաք 4%-ի շեմը հատելու համար։ Հա։ Ես իմ հաղթանակը տոնել եմ այն ժամանակ, երբ որ բոլորին դեմ եմ քվեաթերթիկը ձևավորվել է ու ես 50 հոգու հետ ինքնաբացարկեմ ստորագրե։ Ով չգիտի, ասեմ իմացեք։ Ընտրություններից 15-20 օր առաջ ես ինքնաբացարկ եմ ստորագրել։ Այսինքն ես որպես դեպուտատի տեխնացու, որպես այդպիսի չկայ, թե մնում էի քաղաքական ուժի ներկայացուցիչ։ Բայց եւ այնպես 4% չհաղթարած բոլոր ուժերին եմ ասում։ Հիմա հետևություններ կանեք, ներողություն կխնդրեք ձեր ամբարտավանության համար։ Իհարկե ոչ։ Ոչինչ, կարևորը ժողովուրդը հաղթելը։ Ինչա սպասվում առաջիկայում։ Շուտ ու արագ ոչինչ չի լինելու։ Մենք հիմնադիրներով ժամանակին այսպիսի ձևակերպում էինք արել նախընտրական շրջանին պատրաստվելուց, այսպիսի կարգախոս էինք ձևակերպել, որ հեշտ չի լինելու։ Մեր կարգախոսը նախընտրական դա էր։ Հետո մենք միացանք բոլորին դեմին։ Մենք ասում էինք, որ հեշտ չի լինելու, ու հիմա էլ կրկնում եմ, հեշտ չի լինելու, բայց լինելու է։ Թեև հեշտ չի լինելու։ Առաջիկայում, չգիտեմ, ընդդիմադիր ուժերը ինչպիսի ակցիաներ կպատրաստեն, դա հարցի բոլորովին այլ կողմն է, բայց ինչ ունի հաղթած ժողովուրդը։ Այսօր ընկերներիս հետ եմ խոսել, այս ինչ հիմա ես ասում եմ, գրեթե տարածիորեն, այս ամփոփ բանաձևը իմ ընկերներն են ձևակերպել երկար քննարկումների արդյունքում ես ընդունում եմ, որ այս ինչ որ ներկայացնում եմ իրանց գաղափարը, իրանց կարծիքը, իրանց դիագնոզը ճիշտ է։ Եվ ինչ էր ասում ընկերներիցս մեկը, ասում էր ժողովուրդը պիտի իր մանդատները վերցնի։ Այսինքն ոչ թե լոմկվի, ոչ թե ընկճախտով համակվի, ոչ թե մանտրա ժնգնի վայեսին չեղավ։ Ամենևին ժողովուրդը իր մանդատը պիտի վերցի, հատկապես են 50% պլյուս 1 մարդը, ովքեր հաղթել են 8 տարի շարունակ գոյություն ունեցող այն իրավիճակին, որը փաստացի հետևյալն էր։ Այ ժողովուրդը դա մի հատ շախմատի տախտակ էր, որտեղ տարբեր աշխարհ քաղաքական կենտրոններ իրանց ֆիգուրները շարած հեղափոխություն էին կազմակերպում, պատերազմ էին սարքում, պատերազմի տևողությունն էին որոշում, հետո որոշում էին այդ պատերազմը ինչ ելք պետք է ունենա, հետո որոշում էին հետագա աղետները, որ բեր գլխին պետք է գար, հետո որոշում էին, որ միջանցք պետք է տանք, հետո որոշել են, որ պետք է ինչ-որ անկլավներ լինի, հետո որոշել են, որ Հայաստանը ստեղ կամ պետք է լինի հետամնաց ռազմականացված ռեգիոն, կամ առաջադեմ բարոյալքված մասսա, բիոմասսա, բայց առաջադեմ։ Այդ էին որոշել։ Այսինքն այն, որ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը գնացել է, բանա գործարան են բացում Հրազդանում, բացատրում են ինչով, որովհետև Հրազդանում կլինի կլիման մեղմ է։ Հրազդանում ոչ թե կլիման է մեղմ, այլ ջեկ կա։ Ջեկ։ Ահռելի էներգիայի աղբյուր, որը պետք է սպասարկի այդ տեղեկատվական համակարգչային տեխնոլոգիաներով հագեցած գործարանին։ Ջեկի խաթր են ընդեղ սարքում։ Եթե չգիտեք, ասեմ, մայնինգի ֆաբրիկաներ էին ընդեղ աշխատացնում։ Մայնինգը գիտեք որն է, բիթքոին արտադրող։ Մայնինգի ֆաբրիկաներ էին աշխատացնում, տարիներ շարունակ այդ ջեկի կողմերը Հրազդանում։ Հիմա էլ այդ նույն էներգիան պետք է ուղղեն այդ տեխնոլոգիաներին, լավ է։ Կապրենք, կտեսնենք։ Պետք չի ով ասի, բանս վարունգա, աղնու դանակ դառնենք վազենք, բայց պետքա հետևենք, ստապ, լավ է, թո սարքեն։ Հիմա ինչ եմ ուզում ասեմ։ Այս ամեն ինչը որպես մենք շախմատի տախտակ, իրանք խաղացողներ, իրանք ուզած մարդկանց դրել էին, արևելքը հյուսիսը իր մարդկանցա դրե ում ուզում է,
արևմուտքը իր մարդկանց է դրեում ուզում, ու ասես խաղում էին, էլի, իրանք որոշել են, իրանք խաղում էին։ Ու հանկարծ այդ շախմատի տախտակը ասես նա տակից խփեց, այս սաղ քարերը ծվիր եկան, սաղ քարերը։ Այն մեկը սահմանադրական մեծամասնություն պետք է հավաքեր, չստացվավ, 3-5-րդի խնդիր է ուզում լուծի, ըստ երևույթին, որ հանրաքվեի հետ կապված սահմանադրական օրենքը փոխի, կարողանա, չի կարողանա հարցի մյուս կողմն դա մեզ առանձնակի չի հուզում, մենք ժողովուրդս, ազգս մանդատները վերցում ենք։ Մենք մանդատները վերցում ենք ու սպասում ենք։ Այդ շախմատը գցել ենք։ Ոչ մի կողմ իր ուզածին, իր պլան մաքսիմումին, նույնիսկ պլան միջինին չի հասել։ Բայց հայ ժողովուրդը առնվազն արձանագրել է, ինչ որ արձանագրել է։ Հեսա կգա սեպտեմբեր, կտեսնենք, այդ աղետաբեր պատերազմը լինում է թե չի լինում, հետո միացուտը կբռնվի, հետո կսկսեն հրապարակել իրանց սահմանադրության նախագիծը, կտեսնենք թե ինչ բովանդակություն կա, ինչ բովանդակային փոփոխություններ կա, այդտեղ լիքը հարցեր կբարձրանան, ովքեր են գրել սահմանադրությունը, ինչպիսի մանդատ ունեն իրանք սահմանադրություն գրելու, ով է իրանց այդ լեգիտիմությունը տվել, դա մի հատ ուրիշ հարց պատմություն է։ Ռուսաստանը իր քայլերը կանի, արևմուտքը իր քայլերը կանի, բայց մենք արդեն սթափ նայում ենք, թե ինչպես են թե Ռուսաստանից, թե արևմուտքից բացառապես իրանց շահերը սպասարկելու համար քայլեր անում։ Դեմոկրատիա, հայ ազգի չգիտեմ ինչ, այդ հեքիաթ է, այդ սաղ հեքիաթ է։ Հայ ժողովուրդը հասկացա, որ այդ սաղ հեքիաթը ինչ ասում են, սուտ են ասում։ Եթե նրանք են ասում, ուրեմն սուտ են ասում։ Եթե իշխանությունն ասում, սուտ է ասում։ Եթե սերնդափոխությունը այդպես էլ չընդունած ընդդիմությունն է ասում, ուրեմն սուտ է ասում։ Եթե մեկը որ գրանտով է իր տունը պահում, ինքն է ասում, ուրեմն սուտ է ասում։ Եթե մեկը ով լևի բերած փողերով այսպես է խոսում, այդ փողերով է իր տունը պահում, ուրեմն սուտ է ասում։ Համատարած սուտ են ասում։ Եվ այդ գնահատական այս ընտրություններին թե իշխանությունը, թե ընդդիմությունը ստացել է։ Ես հավասարության նշան չեմ դնում նրանց մեջ, որովհետև նրանց մեջ բացականը ապականվածը տարբեր է։ Նույն հոդվածներով չեն նրանք ապականված, տարբեր հոդվածներ են։ Բայց դա էական չի դա։ Ու ես սենց որ ասում եմ, ես այնպես չի որ բոլորի բան եմ անում, փորձում եմ ինչ որ պիտակավորել կամ բան, էսի ոնց որ ժողովրդական ազգային պիտակներն է, որ ես ուղղակի բարձրաձայնում եմ։ Ինքս շատ ավելի տոլերանտ եմ նրանց նկատմամբ, ինքը շատ ավելի ըմբռնումով եմ մոտենում, հասկանում եմ, թե Նիկոլենց եմ հասկանում, թե ընդդիմությանն եմ հասկանում, ես նրանց հասկանում եմ, բայց սենց այլևս շարունակվել չի կարա։ Եվ ժողովուրդը վերցնում է մանդատները, իսկ եթե մանդատես վերցում, ինչ ես անում, 5 տարի գործունեություն ես ծավալում։ Ժողովրդի ամենամեծ գործը լինելու է համբերությունը։ Համբերությունը կյանք է։ Բռնությունից այս ժողովուրդը փախնելու է։ Ժողովուրդ Արցախյան պատերազմը լավից վատից մենք հորով-մորով ենք արել առաջին Արցախյան պատերազմը հաղթանակելով, լավից վատից հորով-մորով ենք արել, էսի ռաս, երկրորդը։ Հետագայում ինչ եղել է, բռնությունից այս ժողովուրդը միշտ խորշել է։ 96 թվականի միտինգներ, որ էլի բռնություն ա եղել, ժողովուրդը հիասթափել, 27 հոկտեմբերի 27-ը 99 թվական, էլի բռնություն ա եղել, ժողովուրդը էլի խորշել է, ու այդտենց ժողովրդական մեծ ալիք չի եղել։ Որովհետեւ մեծ ալիք այնուհետև էլ չեղավ։ Մարտի 1-ի դեպքեր էլի ժողովուրդը հելեր էր, խաղաղ ուզում էր, մի բան աներ։ Էլի բռնություն։ Բռնությունով ինչ ուզում անում են։ Խաղաղ, համբերատար պետքա առաջ գնալ ու զգույշ լինել, պրովոկացիայի չտրվել։ Անի անունով կարծեմ մի աղջիկ լրագրող էր, պատմում էր, որ իրեն շատ փիսփիս բաներ են ասել, որ ինքը մոտեցել է Ալենը կաֆեում նստած, կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ Բարգավաճ Հայաստանը միտինգ անում, Ալեն Սիմոնյանը այս մոտակայքում կաֆե է եկել իր զույգի հետ, եւ այս աղջիկը մոտեցել հարցեր է տվել,
Եվ այս աղջկան համացանցում մեծ հայոյանքներ ընտանիքը վիրավորել եւ այլն, թե ինչի էս հաց ուտում մարդը հանգստանում ազույգ գետ ինչի էս մոտեցել, թեև այս աղջիկը զույգին չի նկարել, միայն Ալեն Սիմոնյանն է նկարել, նախապես էլ ասելա, որ եկեք այնպես նկարել, որ հանգարց ընտանիքը չերևա, այսպես ասած։ Ինչ եմ ուզում ասեմ։ Պրովոկացիա են անելու։ Ալեն Սիմոնյանը, որ գնացել է ԲՀԿ-ի հանրահավաքի կողքը, կաֆե է նստում։ Գնում է, որ ընդդեմ երկու հատ թթու խոսք ասեն, մի հատ ռեպլիկ ասեն, ինքն էլ պատասխանի, գանց ու ջարդան են, ամեն ինչ անելու են հիմա, որ ընդդիմությունը մի բան անի, ելնեն ծեծ ու ջարդան են։ Դրա համար ընդդիմադիրներին էլ մի քիչ ըմբռնումով մոտեցեք, ժողովուրդ, լեգիտիմության եւ կոմպետենտության պակասը 100 անգամ ասել ենք, շարունակենք կրկնել։ Լեգիտիմության եւ կոմպետենտության պակասը իշխանությունները միշտ փոխհատուցում են, լրացնում են բռնություններով, ռեպրեսիաներով։ Հիմա շատ զգայուն շրջան է։ Ծեծ ու ջարդ են անելու, մի բան ասեն, փագեն գնա։ Ցանկացած իշխանությունը դի կարա անի։ Դրա համար պետք չի նաև ընդդիմությանը շատ մեղադրել, թե ինչի կտրուկ գործողությունների, կտրուկ քայլերի չի գնում, որովհետև դա կլինի, այսպես ասած, վերջակետ։ Այս ամբողջ ձեռքբերումներին, եթե այդպես նայենք, դրա համար համբերությամբ ենք զինվում, համբերությունը կյանք է, համբերությունը կյանք է։ Թեև քաղաքական մտավորականությունը, քաղաքական ակտիվը պետք է խելքը գլուխը հավաքի ու լուրջ առաջարկներով ներկայանա այս հաղթանակած ժողովրդին։ Այս հաղթանակած ազգին պետք է մոտենա խելամիտ, հիմնավոր, իրատեսական առաջարկներով։ Ու այդ առաջարկները պիտի էականորեն նաև համընկնեն օրվա խնդիրների հետ։ Ես այսօրվանից սահմանադրություն եմ, նոր սահմանադրություն եմ առաջարկում, որ պետք է փոխվի այս սահմանադրությունը, բայց մի հատ ադրբեջանական ծուղակ է սարքված, որ պիտի փոխես նախաբանը ու ցանկացած մեկը որ գա հիմա ասի, եկեք նոր սահմանադրություն գրենք, որպեսզի փոխենք, որպեսզի ընտրությունները չլինի սենց, այլ լինի նախագահային առանձին, պարլամենտին առանձին, մարզպետին առանձին, առաջնային մանդատները բերենք առաջին պլան, կասեն, դու Ալիևի օրակարգն ես սպասարկում։ Հենց մոտենանք, ասենք, եկեք մի բան անենք, որ ֆունդամենտից դզենք այս հարցերը, ասել են դու Ալիևի օրակարգն ես սպասարկում։ Էդ էլ չես փոխում, իրավական համակարգը սենց է գործում։ Ու սենց է շարունակելու գործել, սենց է լինելու 30 թվականից հետո, սենց է լինելու միշտ, քանի այս սահմանադրությունը կա։ Ամենախելոք մարդը այս ամեն ինչի մեջ Սերժ Սարգսյանն է, որ այս փորձանքը բերել է այս ազգի գլխին։ Այս սահմանադրությունը քանի կա, Սերժ Սարգսյանն ինչ ասում, ասում այ մարդ ընտրություններով բան չի փոխվի։ Այնեն սահմանադրություն չեն գրել, որ դուք կարողանաք ընտրություններով բան փոխել, բայց մենք մեկը փորձելու ենք։ Մենք մեկը պայքարելու ենք մեծ մասնակցության համար։ Ու եղավ։ Ու այդ մեծ մասնակցությունն եղավ, ու ժողովրդի հաղթանակը արձանագրվեց ու կոչ եմ անում վերցնել ժողովրդին այդ մանդատները։ Վերցնել ու իրավիճակին համապատասխան արձագանքել, վերցել ու սպասել նոր քաղաքական առաջնորդություն գոյություն ունեցող ակտիվից։ Իսկ գոյություն ունեցող ակտիվ առաջինը պետք է գնա, ինչ ասեմ, 50-60 էջ ավել կարդա։ 50-60 էջ գրականություն կա, պետք է կարդաք, չեք կարա չկարդաք ու անցնեք առաջ։ Անհնար է։ Այս գլխով, այս խելքով, այս փորձառությամբ, այս միֆերով, այս ցասումով հնարավոր չի։ Դրա տակը պետք է լինի քարտեզ, այդ քարտեզը պետք է կարդաս, որ իմանաս որտեղ ես գտնվում, ուր ես ուզում գնաս։ Մենակ կողմնացույցը, մենակ փորձառու նավապետը քիչ են։ Քարտեզ է պետք։ Էդի այն ամեն ինչն է, ինչ պետք է նախապես մի երկու բան։ Հա, լավ եմ ասում։ Հա։ Ու թերևս այսքանը, ժողովուրդ ջան, չգիտեմ ինչքանով եք։ Ես հասկանում եմ, սալյուտ եք ուզում, ինչ-որ մի հատ հուպ բաներ եք ուզում, ոչ։ Սա լուրջ պայքար է։ Սա ոչ թե մեր ներքաղաքական հարցներ լուծվում, Փաշինյանենք քաղաքացիական պայմանագիրը ասել է, սա հանրաքվե է։ Իրանք նախապես միջև ընտրություն ասել են, սա հանրաքվե է։ Ժողովուրդը պիտի ընտրի անկախության, խաղաղության եւ չգիտեմ պատերազմի ու չգիտեմ ստրկության միջև։ Հանրաքվեի էին դրել։ Ինչ տվեց հանրաքվեի արդյունքը 50% պլյուս մի մարդ հանրաքվեի արդյունքում, իրանց հրճակած հանրաքվեի արդյունքում, իրանց ասեցին ընկեր, ձեր այդ անկախության սուտ պատմությամբ
եւ այդ խաղաղության կեղծ թեզերով ահա թե ինչ ցույց տվեց հանրաքվեի արդյունքը։ Շնորհակալ եմ բոլորիցդ։ Սա իրոք հայ ժողովրդի հաղթանակն էր, ով ցույց տվեց իրոք ինքնիշխանություն, սուվերենություն, անկախ մտածելակերպ, որոշումներ կայացնելու սթափություն, շատ բան ցույց տվեց, շատ բան։ Ու մանտրած չենք ընկնում, լոմկա չեք ընկնում, չեք տխրում, ընկճախտով չեք համակվում, դա նշանակում է մանդատը թողնել, հաղթելու մանդատը դնել։ Հաղթել եք, մանդատը վերցնում եք, դուքները տեղը, տրամադրությունները տեղը, ձեր ցավը տանեմ։ Ես էլ իմ ընկերները ու էլի բազմաթիվ քաղաքական անձինք կարծում եմ ամեն ինչ կանեն, որ արժանի լինեն ձեր պես ազգի զավակը լինելու։ Շնորհակալ եմ ուշադրության համար, բարի գիշեր։